Պարոն Փաշինյան, Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում հանրաքվեի արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկելու համար, առնվազն 27 ստորագրություն է պետք, արդեն միացել եք ստորագրահավաքին, մինչ այդ սակայն չմիացաք այս գործընթացին հանրաքվեի, ինչու միացաք հիմա։ Գիտեք, նախ եթե վստահություն լիներ, որ 27 ստորագրություն կհավաքվի, գուցեև չմիանայի այդ ստորագրահավաքին, որովհետև կարծում եմ, որ սահմանադրական դատարան դիմելը այս իրավիճակում անիմաստ է եւ սահմանադրական դատարանն այն մարմինը չէ, որ տեսականորեն կամ գործնականում կարող է ինչ-որ օբյեկտիվ որոշում կայացնել եւ ընդհանրապես եթե նման քայլերը քաղաքական, այսպես ասած, պրոցեսներով զուգորդված չեն, որը կարող է լծակ հանդիսանալ, կարծում եմ, որ սահմանադրական դատարան դիմելը անիմաստ է, բայց տվյալ դեպքում ես ստորագրել եմ, որպեսզի այդ իրավունքը իրացնելու հնարավորությանը օգնեմ իմ կողմից, սա չի նշանակում, որ որևէ ձևով փոխվել է իմ վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, այսինքն այն ինչ հայտարարել եմ վերջին այդ թեմայի հետ կապված եւ դրանից էլ առաջ ընդհանրապես քաղաքական պրոցեսների տրամաբանության հետ կապված ուժի մեջ է, պարզապես ես սրանով պարզապես ցանկացել եմ, որ ինձնից կախվածը անեմ, որ որևէ այսինքն ինձնից կախվածը անեմ իրավունքից օգտվելու հնարավորությանը աջակցելու համար, քանի որ հայտարարվել է, որ մտադիր են սահմանադրական դատարան դիմել եւ ենթադրվում է, որ հավատում են այդ ճանապարհին, իմ ստորագրությունն է ընդամենը եւ ես փորձել եմ դրանով ընդամենը այդ հնարավորությանը օգնել։ Օրինակ երկիր խմբակցությունը որքան էլ դեմ էր սահմանադրական փոփոխություններին եւ հետո էլ մի շարք խնդիրներ առանձնացրեց ընտրակաշառքի ընտրախախտումների հետ կապված, այնուամենայնիվ հիմա կարծեք թե չի պատրաստվում միանալ, հիմնավորելով որ սա անարդյունավետ գործընթաց է, այդքան ստորագրություն չի կարող հավաքվել։ Ես չեմ կարծում, թե օրինակ երկիրը այն քաղաքական ուժն է, որի գործողությունները ես պետք է մեկնաբանեմ։ Պարոն Փաշինյան, այնուամենայնիվ 27 ձայն կհավաքվի, ըստ ձեզ դատելով մեր ազգային ժողովի պատգամավորների դիրքորոշումներից։ Ես ունեմ մեկ ստորագրություն, ես իմ մեկ ստորագրությունը դրել եմ եւ ելի եմ ասում, դրել եմ որպեսզի իրավունքը անմատչելի չմնա։ Ես իմ ստորագրությունը դրել եմ մյուսների ստորագրության մասին, խնդրում եմ մյուսներին հարցրել։ Վերջերս նոր կուսակցություն ազդարարեց իր գործունեությունը Լուսավոր Հայաստանը։ Ես կուզենայի իմանալ ձեր դիրքորոշումը նորաստեղծ կուսակցության վերաբերյալ, ըստ էության նրանք մանրամասն ներկայացրեցին իրենց պատկերացումները ճանապարհային քարտեզը, որքանով էր նման ձեր պատկերացումներին, որքանով համագործակցության եզրեր տեսնում եք թե ոչ։ Գիտեք, անկեղծ ասած, ես այդպիսի մանրամասներով չեմ տիրապետում։ Մենք զբաղված ենք մեր կուսակցության գործերով եւ ցավոք սրտի այդքան շատ ժամանակ չի մնում ուրիշ կուսակցությունների գործերով այդքան հետաքրքրվելու։ Ինքնին որքանով մրցակից կարող է ձեզ լինել հաշվի առնելով դարձյալ երիտասարդներ են գերակշռող մասի, ինչպես քաղաքացիական պայմանագրեր։ Ընդհանրապես մեր մոտ հետեւյալ սկզբունքն է, որ մեր մրցակիցը կամ մեր մրցակիցը հանրապետական կուսակցությունն է եւ ինչ վերաբերվում է մեր գործողություններին նպաստելու կամ խոչընդոտելու process-ներին, մենք կարծում ենք, որ մեր գործողություններին կարող ենք նպաստել եւ խոչընդոտել միայն ինքներս, ուրիշ որևէ մեկը մեր գործերին չի կարող ոչ նպաստել, ոչ խոչընդոտել։